Բարև ձեզ, Մեդիա Hub-ի հարգելի հետևորդներ, այսօր ուրբաթ է եւ մեր Առավոտը Մեդիա Hub-ի հետ հաղորդման հերթական հանդիպումը, որը վարում ենք ես եւ իմ գործընկեր Արթուր Հայրապետյանը, բարև Արթուր ջան։ Բարև Կարեն, բարելույց հարգելի հեռուստադիտող, շաբաթը սկսում ենք, երկուշաբթի այսօր, մենք Առավոտը Մեդիա Hub-ի հետ Ես հիշեցնեմ, որ բաժանորդագրվում ենք մեր YouTube-յան ալիքին, փորձում ենք ավելի ակտիվ լինել, ունենալու ենք կրկին հետաքրքիր, շատ հետաքրքիր զույգ, հյուր ենք ունենալու շատ հետաքրքիր, եւ Կարեն ջան, նաեւ կուզենայի եթերը սկսել մեր գործընկերոջ Սուսաննայի, մամայի Մահվան հետ կապված մեր ցավակցություններով ենք մեր գործընկերոջը եւ մաղթում համբերություն։ Ով իդեպ Արցախից է։ Այո, մենք գիտենք, որ դու պինդ ես Սուսաննա ջան, համբերություն ինչ ասեմ։ Եվ այսօր Կարեն Վեհափառ Հայրապետի ծննդյան 75-ամյակն է, կուզենայի շնորհավորենք անպայման մեր Վեհափառին, ցանկանալով երկար օրեր հայոց հոր։ Եվ նաև Վեհափառ Հայրապետին փոխանցենք, որ հասարակության հայ ժողովրդի 90%-ը իր կողքին կանգնած է, վստահեցնենք, որ այս ռեժիմին այս ռեժիմը չի հաջողելու իր գրոհներում, որը տևական ժամանակ սկսել է հայ առաքելական եկեղեցու եւ Վեհափառ Հայրապետի դեմ, Վեհափառ հայ ժողովուրդը քո կողքին է, ձեր կողքին է ու մինչև վերջ աջակցելու է ձեզ, որպեսզի դուք գահին ամուր մնաք եւ միանշանակ անելու է ամեն ինչ, որպեսզի այս գրոհը, որը մեկնարկել է մեր ազգային արժեքների, մեր հայ առաքելական եկեղեցու, մեր հոգեվոր արժեքների նկատմամբ միանշանակ տապալվի։ Անշուշտ։ Կարեն ինչից ենք սկսում։ Սկսենք այս մինչ հյուրը կմիանա, ոնց հասկանում են այս երկու օրը ինչ-որ ակցիաներ են տեղի ունենում, մարդիկ կառավարության դիմաց իրենց բողոքի ձայնն են բարձրացնում եւ երեք տեսանյութ տեսա, որ ինչ-որ հրմշտոց, քաշքշոց սկսվեց ոստիկանության հետ եւ որքան հասկացա մի հոգի բերման ենթարկվեց, այնինչ այդ ակցիան քաղաքական բնույթ չէր կրում, մարդիկ ինչ-որ իրենց սոցիալական հարցերի հետ կապված ես լավ չեմ հետևել այդ ակցիային։ Հարցը Վարդաշենի մասին էր, որտեղ որ ընտրություններից առաջ Նիկոլը հայտարարել էր, որ ձեր տների հարցը կլուծենք, խոսքը այն տների մասին է, որը առաջի կարգի վթարային է եւ մարդկանց պետքա դուրս հանել, որպեսզի շենքը փորձեն փլուզել, որպեսզի տեղը չգիտեմ։ Այսինքն մարդիկ պայքարում են իրենց տների համար, բառից բուն իմաստով իրենց տների համար, բայց իրենք հասկանում են, որ որտեղ որ ապրում են, կարեն շատ խայտառակ վիճակ է, այսինքն, չգիտեմ, մի թեթևակի երկրաշարժի հետևանքով հնարավոր է, որ ավելի աղետալի վիճակում հայտնվեն։ Բայց հարցը այստեղ լրիվ ուրիշ տեղ է։ Երբ որ նույնը քաղաքապետարանն է հայտարարում ընտրություններից առաջ, որ պետքա ձեր տների հարցը լուծենք, հետո ընտրվում են, մոռանում են դրա գոյության մասին, այդ մարդկանց գոյության մասին, հետո գալիս է արդեն խորհրդարանական ընտրություններ, Նիկոլն է գնում, Վարդաշեն էլի այդ մարդկանց գլխի տակ փափուկ բարձ է դնում, եւ ստացվում է, որ էլի մարդիկ անտեսված են մնում։ Հիմա ինչա ստացվում, որ այս մարդիկ պիտի դուրս գան իրենց տներից եւ ինչա կառավարությունը առաջարկում 7 միլիոն դրամ։ Այսինքն այդ 7 միլիոն դրամով դու պետքա գնաս, չգիտեմ, դաժե հեռավոր մի գյուղում էլ չես կարող, այդ 7 միլիոն դրամով տուն առնել, որտեղ այնտեղ կան մարդիկ, ովքեր որ բազմազավակ ընտանիքներ են եւ այլն, բայց տարօրինակը գիտես որն է, որ այնտեղ լրագրողը հարցնում է, դուք Նիկոլ Փաշինյանին ընտրել եք թե ոնց, ասում է, հա, մենք խաղաղության համար ենք ընտրել, վաղը եթե էլի ձև ունենանք եւ հնարավորություն լինի ընտրելու, էլի ընտրելու ենք։ Այս դեպքում ես ուզում եմ այս մարդկանց ասել, ինչից եք էլ բողոքում։
դուս եք եկել ում դեմ եք դուս։ Ու այդ մարդիկ, ովքեր որ որն է ձեր պահանջը։ Ու այդ մարդիկ, ովքեր որ ասում են, որ հաջորդ, եթե էլի ընտրություն լինի, հաջորդ ընտրություններին էլի Նիկոլ Փաշինյանին կընտրեն, թող մի բանի վրա ուշադրություն դարձնեն, որ երբ երեք իրենք բախվեցին ոստիկանության հետ, իրենցից մեկը բերման ենթարկվեց ոստիկանություն, թող հիշեն, որ սա այն իշխանությունն է, որը 2018 թվականին հարվածում էր ոտքով կառավարության դռանը, հայտարարում էր, որ սա ժողովրդի կառավարությունն է, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանում կա 3 միլիոն վարչապետ եւ բոլորը կարող են գալ ու հարվածել կառավարության դռանը, սակայն իհարկե որևէ մեկը բացի իրենցից իրեն թույլ չէր տա անցնել բարեկրթության նորմերը եւ ոտքով հարվածել կառավարության դռանը, սակայն կյանքը ցույց տվեց, որ ոչ միայն հնարավոր չէ այս իշխանության կառավարության դռանը հարվածել, այլ նույնիսկ այս իշխանության կառավարության դռան դիմաց նույնիսկ մարդիկ չեն կարող բողոքի ակցիա անել հանուն իրենց տների պահպանության, հակառակ դեպքում ակցիայի պարագայում իրենք անմիջապես ենթարկվում են բիրտ ճնշումների, ոստիկանության կողմից բաժանմունքներ բերման ենթարկելու, ընդ որում մենք հատել ենք արդեն այն սահմանագիծը, որ այլևս կարևոր չէ ոչ սեռը, ոչ տարիքը, հիշենք, որ երեխա բերման ենթարկվեց եկեղեցուց եւ տևական ժամանակ գտնվում էր Նայիրի բժշկական կենտրոնում, հիմա Արեգնաց Մանուկյանն է կալանքի տակ, այսինքն հաշվի չեն առնում ոչ կին, ոչ մայր, ոչ երեխա, Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողներին էին քաշելով ոստիկանությունը տանում, այսինքն հատված են բոլոր գծերը։ Տեսել ենք եւ այլևս զարմանալու բան չկա, հա, երբ որ այո Արեգնացի երեխային թույլ չեն տալիս, որ ծննդյան օրը մորը թույլ տվեցին ի վերջը, բայց մենակ հանրային մեծ ճնշման արդյունքում։ Այո, մարդիկ փորձեցին դրա մասին ավելի շատ խոսել եւ ավելի շատ աղաղակել։ Եվ հենց ծննդյան օրով իրան թույլ տվեց։ Ու հատկանշական է Արտուր, որ հասկանում ես, դա չգիտեմ, երեք իրեն հիշեցրել էին, հա, կառավարության հարց ու պատասխանի ժամանակ հիշեցրել էին տարիներ առաջ, որ այս իրադրությունների հետ կապված, նախորդ իշխանությունների հետ կապված Նիկոլը ինչ մի այսպես աղաղակում էր եւ փորձում էր համարել ոստիկանապետություն, հիշում ես, չէ՞, երկրի սա բանակը չի զարգանում, ոստիկանությունն է զարգանում, սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ոչ միայն ոստիկանությունը սկսեց ճակերտավոր ասած բուրն վերել կապրել, այլ ընդհանրապես բանակը կանգնած է ոչնչացման եզրին, բայց նաև չտեղափոխվենք տարիներ առաջ, հենց այս օրերին, որ տեղի է ունենում, Աննա Հակոբյանը հանդես է գալիս ընտանեկան բռնությունը քրեական օրենսգրքում որպես առանձին հանցատեսակ սահմանելու օգտին, խոսում է բռնություններից, վերլուծություն է անում, որ բանակում այս ամենը կատարվում են այն պատճառով, որ երեխան ընտանիքում ենթարկվում է բռնության, այնուհետև այդ հոգեբանությամբ գնում է բանակ եւ այդ ամենը փոխանցվում է ցանկացած տեղ, որտեղ երեխան գնում է, որտեղ երեխան տեսել է բռնություն եւ այլն, բայց այստեղ հարց է առաջանում. երեխան արդյոք միայն ընտանիքում է բռնության ենթարկվում եւ արդյոք անպայման բռնության ենթարկողը պետք է անուն ազգանուն ունենա, որովհետեւ պետությունը նույնպես կարող է բռնության ենթարկել երեխային, ինչպես պետությունն է բռնության ենթարկում Արեգնաց Մանուկյանի դստերը, որովհետեւ իրենք ճակատագրերի հետ են խաղում։ Այո, բայց ամենևին չի հետաքրքրում, բայց իրենք նաեւ ճամարտակում են, որ ընտանեկան բռնությունների հետևանքով է, որ մեր բանակը այս օրին է։ Արտուր, ես եկել եմ ներողություն մի հատ կարճ եկել եմ եզրահանգման, որ այս իշխանությունների համար բռնության զոհեր են բացառապես այն անձիկ, որոնք առնչություն չունեն քաղաքականության հետ։ Իսկ ովքեր որ հատկապես ընդդիմադիր հայացքներ կրող մարդիկ, իրենք բռնության զոհ չեն, այս իշխանությունների համար ընդհանրապես իրենք չեն ներկայացնում այն արժեքը, որը պետք է պահպանել, նույնիսկ եթե նրանք երեխա ունեն, այդ երեխային պետք է պահպանել վտանգներից, բռնություններից, հոգեբանական ճնշումներից եւ այլն։ Խնդրեմ։ Ես հիշեցնեմ, որ մենք սուրճը արդեն նախապես պատրաստել ենք, Կարենի սիրած դառս այն սուրճն է, ես եմ մշտապես սարքում։ Եթե դուք էլ արդեն սուրճը պատրաստել եք, անպայման հետևեք մեր այսօրվա հաղորդման։ Կարենի կարծում եմ երևի պիտի հյուրին արդեն հրավիրենք, որ ներկայացրու հյուրին Արտուր ջան։ Արդեն եկել է։ Մեր հյուրը Աննա Մկրտչյանն է, նախկին պատգամավոր, արդեն նախկին պատգամավոր, հրավիրենք Աննային։ Գուցե ապագա։
ապագա իհարկե Աննան Ողջույն Աննա։ Սարիլիս։ Լսեք, խնդրեմ։ Բարի գալուստ մեր տաղավար, բարի գալուստ մեր իրական ազգային ժողովը մի քիչ աղքատացել առանց ցես ամեն Հայաստանում դեպքում ազգային ժողով չկա, դուք իմ կարծիքը դրա մասին Ես դրա մասին էլ Իսկ մենք ինչին ենք ականատես լինում այս օրերին, որ ազգային ժողով չկա։ Ես իրականում միայն 9-րդ գումարման ազգային ժողովի մասին չէի խոսում, այլ այն պահից սկսած, երբ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթվել է, ինձ համար օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության տարանջատումը այլևս վերացվել է, եւ ես այդ իմ կարծիքը կարող եմ հիմնավորել բազմաթիվ առարկայական օրինակներով, այնպես ինչպես որ մի դատավորնա, որ իմ ասածը պետք է չանի, շրջափակել ազգային ժողովը միայն նրա համար, որ այն օրենքը, որն ինքն ուզում է ընդունել, պետք է ընդունվի կամ պետք է չընդունվի, հիշենք 2018 թվականի հոկտեմբերի 2-ը հայտնի, կարող ենք դրանից հետո խոսել նաև այն գործադիր իշխանությունում տեղի ունեցող իրավիճակի մասին, որ կառավարությունը ես եմ, հետո որ պետք է իրավական ինչ-որ եզրակացություններ անի կամ պիտի այլ քաղաքականություն վարի իմ երազներից ու երազանքներից այն կողմ, ես ամեն ինչ խոսում եմ նրա մասին, որ մենք քաղաքացիներ ենք, մարդիկ падգամավորներ են եղել կամ կան, մի երկրում, որտեղ իշխանությունը զավթված է Նիկոլի կողմից, բռնապետ, որը պատրաստ է ամեն ինչ անելու, հանուն իր աթոռի կայունություն եւ անսասանություն ապահովելու համար։ Իրավիճակն ինձ համար այսպեսին է եղել ու մնում ցավոք սրտի։ Սուրճը կարող ես վայելել, ես եմ պատրաստել, կարծում եմ կհավանես։ Իդեպ եկող շաբաթ Ես քեզ մի բան ասեմ ու նոր բան անենք, հա շարունակենք։ Օրինակ ազգային ժողովից խոսք գնաց հենց սկզբից, երեք օրինակ Տիգրանաշենի մասին խոսք գնաց, հա։ Ինքը մարդը պարզ ասեց, որ տալիս եմ, էտել եմ տալիս։ Հիմա իմ մոտ ինչ տպավորություն է, ազգային ժողովում մարդիկ քննարկում են հանձնաժողովի նախագահների ընտրվելու հետ կապված, ճիշտ է, այս արդեն 2 շաբաթից ավել է կարծեմ։ Ինչ ազգային ժողով, ինչ պետական համակարգեր։ Այս մարդը կարծես այս համակարգերը դրել է մի կողմ, մարդկանց զբաղացնում է, օրինակ երեք ազգային ժողովը լրիվ բան է, մանուշակ մանկապարտեզներ, դե ձեզ չեմ ընտրում, հետո դուք ձեր խմբակցությունից մի ուրիշ մարդու առաջադրեք, այդ աղջիկն էլ անկեղծորեն ուժեղ Հայաստանի այդ աղջիկը անունը իհարկե չեմ հիշում, երկրորդը, որին առաջադրեցին, Վարմանյանի տեղը Ժողովուրդը մեղքս եկավ, խի եք առաջադրել այդ աղջկան, այդ աղջիկը կներեք արտահայտությանս տեղում չէր, այն որ Նիկոլը մեկ-մեկ սուտ է խոսում, ինչ-որ շարժումներ է անում, այդ աղջիկները սկսում էր ինչ-որ անկանոն դեմքի շարժումներ անել, խնդում է, ինչ-որ Ես հասկանում եմ, որ դու մտքով, հոգեբանորեն, չգիտեմ, քաղաքականապես կարած լինես ոտաբոբիկ էլի, բայց ասենք ինչի եք Ճիշտ ասած չեմ տեսել այդ կադրերը, կարող է ուրախացի կա ուղղակի, հիմա բայց հարցը մի քիչ հոգեբանորեն հասկանում ես, որ չեմ նաև ես չեմ ուզում որևէ կերպ ոտնահարած լինեմ, շատ անկեղծ ուզում եմ ասել, այստեղ իրոնիա ընդհանրապես չկա իմ ասածի մեջ, նաև մարդը, որը դահլիճում է եղել նիկոլական այս իշխանազավթման ընթացքում, ես անկեղծորեն ուզում եմ ցավակցությունս ու նաև զորակցությունս այդտեղ բոլոր ընդդիմադիր մարդկանց, падգամավորներին, ովքեր մանդատ են ստացել Ես ձեզ վստահեցնում եմ, որ այնտեղ այն ինչ որ մենք տեսնում ենք էկրանից այս կողմ 10 անգամ ավելի վատ բարեհոգեբանական վիճակ է, այն ոնց որ մտել ես ինչ որ մի զինված խուց, այդ խցի մեջ կտանքների պիտի ենթարկվես պարբերաբար ու երկու տարբերակ ունես կամ այն վարքագիծը եւ հավատամքը, որ ունեցել ես այդ ազգային ժողովի դահլիճից դուրս այդտեղ նաև ցուցադրել, ինչը հղիաշատ վտանգներով եւ ֆիզիկական եւ հոգեբանական բռնության կամ ուղղակի փոխես խոսքիդ, ինչը շատ կարծում եմ ավելի վատ վերջաբան ունի, քան ֆիզիկական։ Օրինակ ձեր ժամանակ ինչի բարեվարկության մասին տիկին Մկրտչյան չեն խոսում։ Ես մի քիչ վատ եմ հասկանում այդ բառը նիկոլական իշխանության հետ, որովհետև ես ուզում հասկանամ, թե մենք ինչն ենք ինչի հետ հակադրում կամ համադրում ավելի ճիշտ, այսինքն դավաճան Նիկոլի հետ բարեվարկություն ինչ է նշանակում, դավաճանության հետ հաշտ լինել Իշխանազավթ Նիկոլի հետ բարեվարկություն ինչ է նշանակում հաշտ լինել, ինչպես էին եռաբլուրում մեր զոհված զինծառայողների մայրերին քաշքշում, թե հաշտ լինել նրա հետ, որ Հայաստանում կան կին քաղաքական բանտարկյալներ։ Ես լավ չեմ հասկանում դա, բայց մի հատ իմ կողմից ոչ այդքան սիրված, բայց շատ օգտագործվող արտահայտություն կա, թողեք թող աշխատեն, միգուցե թողենք թող աշխատեն։ Նայեք, Աննա ջան, թողում ենք իհարկե որ աշխատեն, ու ոնց որ թե աշխատում են, համենայն դեպս աշխատանքային process-ը ընթանում, զուտ օրենսգրքով որ սահմանենք աշխատանքային process-ը, բայց նայեք, եկող շաբաթ
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ծրագրով կառավարության ծրագիրը արդեն հաստատման համար մտնելու է ազգային ժողով եւ 3 կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարեց, որ իրական Հայաստան գաղափարախոսությունը հաղթել է Հայաստանում, այլևս պաշտոնական գաղափարախոսություն է, որը նշանակում է, որ մոտավոր այսպես հիմնադրվում է Հայաստանի 4-րդ հանրապետությունը, այսինքն այն 3-րդ հանրապետության այն արժեքները, ձեռքբերումները, հաղթանակները, ազատագրումները, որոնք որ կային, դրանք ներկայացվում են որպես առոչինչ, որպես ձախողում պարտություն, իդեպ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Հայաստանի 3-րդ հանրապետությունը հիմնադրված է կոնֆլիկտի եւ հակամարտությունների վրա, որի նպատակը միայն պատմական Հայաստան ներողություն արդարության վերականգնումն էր եւ Նիկոլ Փաշինյանը հրճակում է 4-րդ հանրապետությունը։ Հիմա մենք բոլորս ոչ միայն խորհրդարանական ընդդիմությունը, այլ ընդդիմադիր հայացքներ կրող քաղաքացիները, արտախորհրդարանական ուժերը ունեն այն լծակները, հնարավորությունը, որի միջոցով կարողանան կանխել այդ 4-րդ հանրապետության հրճակումը։ Թե մենք պետք է տեսնենք եկող շաբաթ ընդամենը ազգային ժողովում քննադատություններ միմյանց գուցե եւ որոշ հարվածներ լինեն իրեր ֆիզիկական առումով նաեւ իրար խփել, բայց այդքանով ավարտվի, մենք այն մի շաբաթ զարթնենք ու արդեն գրվի Հայաստանի Հանրապետության 4-րդ հանրապետության քաղաքացիներ բոլորիս անձնագրերում։ Նիկոլի կառավարության ծրագրի մեջ շատ ուղիղ ու պարզ է գրած արդեն, որ խոսքը ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ անհավատ, անհայրենիք, անինքնություն, մի զանգված թողելու մասին է։ Դե հանդեղ սկսում։ Բայց մեր իրավիճակն է այսպես է, հրդեհային անհայրենիք, անհավատ մի զանգված թողել, որը պիտի Թուրքիա եւ Ադրբեջանի շահերը սպասարկի հենց այստեղ Երևանի կենտրոնից։ Ինքը ակնհայտ դրա մասին գրել է, ես նաեւ մեր հաջորդ հարցի հետ փոխ կապակցելով կուզեմ ասել, որ իրականում չեմ հասկանում, թե սրա հետ բարևարկությունը ոնց պետք է ստացվի, այսինքն ինչ անել, ինքը ասում է ես ինչ ուզում եմ անում եմ, ընդ որում ինչ ուզել եմ արել եմ, պատերազմ բերել եմ, ձեզ դավաճանել եմ, հայրենիքը ծախել եմ, հազարավոր զոհեր տվել եմ, հիմա էլ ասում դե հանգիստ վերընկեք տեղները, որտեղ ուրիշ բաներ ունեմ անել, մենք էլ ասում ենք դե որ մենք բարեկիրթ ենք, եկեք հանգիստ վերընկնենք տեղներս, թողենք տեսնենք Երևանի հետ կապված Ալիև Էրդողան ինչ են հանձնարարում Նիկոլին։ Այս իր կառավարության ծրագրի էությունն է, սա այնա ինչ որ ինքը մեզ առաջարկում է եւ ամենևին խոսքը ինչ որ նույնիսկ տրանսֆորմացիայի մասին չի պետական ինստիտուտների կամ պետության, հա, ունը 4-րդ ենք դնում 5-րդ, 3-րդի 2-րդ, տենց բան չկա։ Խոսքը Հայաստանի անկախ ինքնիշխան հանրապետությունը եւ հաղթանակած հանրապետությունը վերացնելու մասին է։ Այնպես ինքը ադրբեջանական շահերը սպասարկող պետություն վերացնել։ Այո, այնպես ինչպես ինքը արել է Արցախի հետ, սարքել է տարածք, որտեղ ադրբեջանցիների օկուպացիայի արդյունքում ծառայելու միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի, չգիտեմ, ռազմական նպատակներին կլինի տնտեսական շահերին կլինի, դա իրենք կորոշեն։ Այսինքն նման ընթացքով չի բացառվում, որ գա մի օր, որ մեր առավոտը մեդիա-հաբի հետ հաղորդման հյուրը լինի, ենթադրենք Ռովշան Փաշաևը։ Չի լինի, որտեղ ես վստահ եմ, այլևս մեդիա-հաբը չի լինի, որտեղ հնարավորություն չեն թողի, որ այստեղից դուք ճշմարտության մասին խոսեք, դուք լավատես եք, եթե մտածում եք մեդիա-հաբը լինելու է կամ Ռովշան Փաշաևին հյուրընկալելու է։ Իրենք վստահաբար շատ ավելի ռազմատենչ եւ ագրեսիվ նպատակներ ու ծրագրեր ունեն մեզ հետ, քան համակեցության ինչ որ մի ֆորման է։ Ակնհայտորեն Նիկոլը հասել է նրան, որ գոնե ձևական իմաստով ստացել է այն տպավորությունը, թե Հայաստանում կա իշխանություն, կա կառավարություն, կգնա ազգային ժողով, իրականացնի հարց ու պատասխան։ Ես նաեւ այսպես քմծիծաղով նկատեցի, դուք ասում եք այս 2-3 շաբաթ է սպասում ենք ծեծ կրտուկին, խնդիրը ոչ թե ծեծ կրտուկն է, որովը մեկն էլ դրան չի սպասում։ Խնդիրը այն իրականությունն է, որի մեջ մենք ապրում ենք։ Այդ մարդիկ անհանդուրժող, ատելություն սերմանող մարդիկ են, ու երբ որ իրենք տեսնում են այդ ճշմարտությունն իրենց դեմքին ասող մարդու, երբ որ տեսնում են, որ իրենք չեն կարողանում շրջանակ գծել եւ այդ շրջանակի մեջ պահել ճշմարտությունը, որը յուրաքանչյուր 4-րդ Հայաստանի քաղաքացի գիտեր դեռ տարիներ առաջ, որտեղ սոցհարցումներով ամեն 4-րդն էր ասում, որ սա դավաճան է։ Իրենք դա իհարկե չեն ուզում լսել։ Իրենք հասկացել են, որ իրենք չեն կարողանալու սա որևէ կերպ իրականությունը փոխել։ Բայց իրենք
բայց իրենք շատ լավ հասկացել են, որ կարող են վախի մթնոլորտում ճնշել։ Ես լսում եի դուք խոսում եք 3 կառավարության շենքի մոտ նաև ցույց անող մեր քաղաքացիների մասին։ Նախ ինչքան է հաճախակիացել այդ ամեն ինչը։ Չկա օր, որ կառավարության շենքի մոտ ինչ որ մի սոցիալական խումբ չանի իր բողոքի ակցիան, ինչ որ պահանջներ չներկայացնի։ Նախ ուզում եմ նկատենք, թե ոնց է այս ամեն ինչը sense ծածկադմփոց այո, որտեղ լայն շրջանակներ այո, մարդիկ ովքեր այն ժամանակ իրենց հասարակական կազմակերպություններ կամ քաղաքացիական հասարակություններին հռչակել իրավունք, ազատություն եւ արժանապատվություն, անհատի երջանկություն, բառակապակցությունները այնքան հաճախ էին օգտագործում, ինչքան հաճախ իրենց գրանտը կկային, հիմա ընդհանրապես գործ չունեն, իրենց վեշերը հավաքել են, ասել են դուս եկեք այս երկրից, որտեղ այս երկրին երջանիկ անհատներ պետք չեն, մեր Նիկոլը արդեն ստեղ վարչապետ է։ Ակնհայտորեն իրենք ինչ են անում, հասկանում են, որ այս ամեն ինչը լռեցնելու միջոցով, վախի մթնոլորտ տարածելու միջոցով, դուք արդյոք մարդիկ ասում են, մենք էլի Նիկոլին կտրենք։ Ես վստահ որ դա իրականությունը չի եւ իրենց մտքի եւ սրտի կամքը չի։ Ակնհայտ է, որ իրենք շատ լավ գիտեն, որ Նիկոլը հիմա նստած ոչ թե երկրի հարցերով է զբաղված, այլ իրենց լայվն է նայում, որ քննիչին, դատախազին, ոստիկանին հրամայել, թե իրենց ոնց է խոշտանգել, աբեկցության հոդվածով կտանեն, թե ուղղակի փողոցային անկարգությունների հոդվածով։ Թեման այդ մարդիկ իրենց ինքնապաշտպանությունը առաջ տանելով փորձում են ինչ-որ ենթագիտակցաբար քայլեր ձեռնարկել ու էկրանից այն կողմ, այո, էկրանից այն կողմ բռնապետ Նիկոլին լսացնել, որ լավ գիտես ինչ այսօր ոստիկանի կասես, որ ինձ ասֆալտ լիզել չտա մենակ, քրեական գործը բավարար է։ Բայց այդ նույն մարդը ով հույս ունի, որ նման միջոցով կարա իր տան հարցը լուծի, նաև պետք է հստակ իմանա, որ ինքն Նիկոլ Փաշինյանի մեկնաբանմամբ ինքն է հենց պատասխանատուն մեր հայրենիքի կորստի Արցախի հանձնման, որովհետև էլի 3 կարծեմ լրագրողների ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց էլի այդ միտքը, ասել որ 2021 թվականին իբր ինքը ուզում էր Արցախի Շուշիի Հադրութի դեօկուպացիա, ուզում էր Արցախի հարցը լուծել ԵԱԿ Մինսկի խմբի շրջանակներում, մի խոսքով ինքը ուզում էր Շուշին հետ բերել, բայց Քարոզ Արշավի ժամանակ ինչ որ ծնուցող մայրեր, ինչ որ նահապետ հայրեր վեր կացան իր դեմը ու ասին հոп, մեծ պետք չի ոչ Արցախ, ոչ Շուշի, ոչ Պետք չի մենք պարտված մեզ լավ ենք։ Մեզ մենակ տուր ուտելիք ու վերջ։ Մենք բացի ուտելիքից այստեղ հաց, այստեղ կաց, ուրիշ ոչ մի բան մեծ պետք չի։ Հիմա այս մոտեցմամբ այնի միջդեռ ուշադրություն դարձնենք Նիկոլ Փաշինյանը այս գաղափարը շրջանառեց ընտրություններից մոտ 5 տարի հետո։ Մինչև այդ նա չէր խոսում, որ ինքը իբր ուզում էր Շուշին հետ բերել, բայց ժողովուրդը հրավացած մեզ չէ, Շուշի պետք չի։ Հիմա ոնց մենք մեր հասարակությանը մարդկանց ուզում եմ մեղմ բառ օգտագործել, բացատրելը մի քիչ սիրուն բառ չի, որովհետև բոլորն են հասկանում, բայց ի վերջո ամբողջությամբ իրենց մոտ հասցնենք այն միտքը, որ Նիկոլ Փաշինյանը մեծ բոլորիս է պատասխանատու դարձնում այն ամենի համար, ինչը տեղի է ունեցել։ Վաղը ինքը ջրից կարող է չոր դուրս գալ իր հույսերով, եւ մենք բոլորս պատասխանատու դառնանք, որ իբր ինքը ուզում էր ամեն ինչ հետ բերել, բայց մենք ասենք մեզ դա պետք չի։ Հիմա ոնց մենք հասարակության մեջ մինչև վերջ հասցնենք մեր խոսքը։ Դուք շատ ճիշտ նկատեցիք, ինքը 2021-ից մինչև 26 թվական մի անգամ չէր խոսում նրա մասին, որ հայ ժողովուրդն է իրան արգելել, Շուշին ազատագրել, հայ ժողովուրդն է իրան արգելել Արցախի ժողովրդի իրավունքների մասին խոսել, ընդհակառակը ինքը կանգնում էր հենց 2021-26 թվականների ընկած ժամանակահատվածում ազգային ժողովի ամբիոնի մոտ ու ասում էր, որ մենք սենց թենենց պիտի հանձնեինք, այդ ամեն ինչ արդեն հանձնած է, հա, ձեզ պետք էր այդ ամեն ինչը, ինքը հնարավորություն չուներ, հələ այդ ամեն ինչ անելով ինչ որ իբր վիրտուալ մարդկանց կյանքեր էր փրկել տասնյակ հազարների, չէ՞, ինչ որ sense բաներ էր խոսում։ Այս իրականությունը մեր ժողովուրդը գիտի, ես վստահություն ունեմ, որ գիտի։ Իմ կարծիքով մենք մի այլ փուլի մեջ ենք ընկել, որը որևէ կերպ չի խոսում նրա մասին, որ շատ ավելի հեշտ փուլ է, միգուցե շատ ավելի բարդ է այս փուլից դուրս գալը, վախի եւ սեփական գործողությունները նախաձեռնելու այս նախաձեռնողականությունը պետք է մենք ինչ-որ կերպ վերցնենք մեր ձեռքը, որովհետև մարդիկ արդեն այն ընկալման մեջ են, որ եթե անկարելի է որևէ բան փոխել, եթե մեր մոտ չի ստացվում, այդ դեպքում կոպիտ է ստացվում, բայց էլի դրա ասածն է, որ դե հանգիստ նստեք տեղներդ, ոչ մի բան մեկա չեք կարող անեք, իսկ ինքն ամեն ինչով նպաստում է, որ դա այդպես լինի։ Բռնաճնշումներ կլինեն, այս իրա
հիմար եւ աշխարհաքաղաքական հետ կապ չունեցող, բայց իբր վերլուծությունները, որ դա sense թե sense էր լինելու, ես ըլնեի չլեի, միևնույնն է դուք էս վիճակին էիք կլնելու, էս օրին էիք լինելու, նպաստում է ամեն ինչով, որպեսզի մենք որևէ բան չանենք։ Ինձ թվում է մենք ունենք մեկ այլ խնդիր, մեկ այլ խնդրեմ մեր ժողովրդին ասելու, որ վախենալ պետք չի, որովհետեւ վաղ անցյալում չէր այդ հաղթանակած Հայաստանը եւ վաղ անցյալում չէր, երբ որ Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում գործոներ ուներ արտաքին քաղաքականություն, ոչ թե մի հատ զանգում էր Թուրքիայում հատուկ Հայաստանի հարցերով զբաղվող մեկին, մի հատ էլ զանգում էր Ալիևի աշխատակազմ, հասկանա թե իրան ոնց պետք է ստեղ պահի, հասկանա թե ում հետ պետք է գործանի, ինչ պրոադրբեջանական եւ պրոթուրքական որոշումներին կամ վերազգային կազմակերպություններին պետք է միանա եւ քանդի մեր թե տնտեսական եւ թե ռազմական բոլոր տեսակի համագործակցությունները։ Մեզ բերել հասցրել են նրան, որ բանակը այլևս իրանց կլուբնիկի եւ էռատոյի PR-ի վայրն է եղել։ Մենք այս իրականության միջից եթե այլ ակնկալիքներ ունենք, կարծում եմ մեղմ ասած Կարեն, ես այլևս քեզ թույլ չեմ տալու, էլի գրել են, որ Կարենը շատ է խոսում։ Տիկին Մկրտչյան, օրինակ Կարեն, ես նաև քեզ եմ ասում, այս 2 օրը, հա, մենք անընդհատ լսում ենք զինվորների մահվան դեպքեր, կապ չունի, դա անհայտ պայմաններ են գրում այնտեղ, թե մեքենայի տակ են գցում, թե առավոտը շուտ են ինչ-որ հանել բազացնել։ Զինվորի մահի մասին հայտնելուց րոպեներ անց, քննչական կոմիտեն տալիս է արդեն բազմակողմանի, բնականաբար չակերտավոր, լրիվ եւ օբյեկտիվ իբր թե քննություն։ Սենց արագ այս երկրում մենակ Նիկոլի հանձնարարությամբ քրեական գործերն են գրվում, մեկ էլ կհիշեք ադրբեջանցի դիվերսանտերին են սենց արագ արդարացում, ասում են իրանք անմեղ էին ու հանձնում է սենց փառքով պատվով Ադրբեջանին։ Հիշենք այրված զինվորներին, որը առավոտը, հա, Այո, Նիկոլն էր քննչական վարկածի հեղինակ ու տենց էլ գնաց քրեական գործը։ Այո, որևէ այլ վարկած չքննարկվեց եւ այդ քննչական կոմիտե կոչվածը որևէ այլ կերպ ուղղակի քննություն չիրականացած, հետևաբար այն պայմանները, որոնք որ մեզ հայտնի են դառնում մեր զինծառայողների զոհվելու փաստերով, ես դրանց հետ կապված էլ մեծ վերապահումներ ունեմ, շատ մեծ վերապահումներ, որովհետև ընդամենը մի քանի րոպե անց տալ արդեն վերջնական եզրակացություն ու ժամանակահատվածը ցույց է տալիս, որ ինչքան զոհ եղել է մեր բանակում, դրանից հետո իրանք որևէ նախաքննական, քննչական կամ դատական ատյաններում այլևս որևէ վարկածի այլ քննարկում չենք ունեցել։ Դա այն քննարկումն է, որ մեր կողքը բոլորը լավն են, պուպուշ են, ադրբեջանցիներն էլ թուրքերն են, մեր զինվորներից մեկ ուղակի պոստում քնեց։ Այն մյուս ինչ որ ոչ կանոնադրական հարաբերություն ունեցավ, այսպիսի այսքան ամբողջ մեղքը մահացած զինվորի վրա եւ սրա մասին հենց խոսում է Նիկոլը կառավարության նիստերի ժամանակ։ Եվ նաեւ հրապարակորաթերթից հա տեղեկացանք, որ կան զինվորներ, ովքեր որ թունավորման դեպք է արձանագրվել եւ այդ զինվորները հիմա գտնվում են ինֆեկցիոն հիվանդանոցներում, ինֆեկցիոն բաժանմունքներում։ Սրա մասին իհարկե պաշտպանության նախարարությունը չխոսեց եւ մենք էլի հա այսպես ծածկեցին, փակեցին թեման եւ դներեք պաշտպանության նախարարությունը ով է ասֆալտի տենդեր ծախող ասֆալտիկ Սուրիկը ու բանը ասֆալտի ինչը ով ասֆալտի տենդերները շատ ավելի բարձր գնահատող ասֆալտիկ Սուրիկը, հա, որը մեր ասֆալտիկ Սուրիկ եւ երկրորդը մեր իբր բանակով զբաղվող, որ ասում է ադրբեջանցիները կսովացանան քիչնեն։ Էս այսօրվա նկարագիրը Նիկոլական բանակի։ Չէ, գշպետը, Ասլյանը որ ասեց ասում են ինչ է կանում, որ ինչ թվաց արժանիքն։ ասում են ինչ է կանում, որ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցիները լքեն, այսինքն դուք պաշտպանեք մեր երկիրը, մեր պետությունը, մեր սուվերեն տարածք, ասում եք սովացանան կգնա։ Այս 6 տարիա սովացանում է։ Իդեպ Ասլյանը այդ ժամանակահատվածում շատ հետաքրքիր մտքեր է հայտնել, երբ որ լրագրողները իրան հարցրեցին, բա ոնց հաջողվեց ադրբեջանցիներին մտնել Ջերմուկի տարածքներ ու դիրքավորվել, գշպետը լրագրողներին ասեց ճիշտ այնպես իրենց հաջողվեց, ինչպես ձեզ հաջողվեց մոտենալ ինձ։ Այսինքն գշպետը իր անձը նույնացրեց պետության հետ, իր անվտանգությունը հավասարեցրեց պետության անվտանգությանը եւ ինքը իրեն հավասարեցրեց Ջերմուկի տարածքներին։ Ես ես ասեմ ինքը մեզ էլ կոմպլիմենտ է արել, որովհետեւ իր անվտանգությունը եւ Նիկոլական իրականում ճշմարտություն կա իր ասած մեջ, որովհետեւ Նիկոլական պաշտոնյաների անվտանգությունը հիմա շատ ավելի լավ է ապահովված, քան մեր քաղաքացիների, ել չեմ ասում մեր երկրի պետական սահմանները։ Հիմա իրանց կողքը պատտվող ախրանիկների քանակը, զրահապատ մեքենաների քանակն ու այդ ավտոմատավորներին նայեք ու գնացեք մեր սահման, որտեղ ադրբեջանցիները պետք է թույլ տան, որ հայ զինվորը զենք կրի կամ զենք
զենք չկրի։ Այս է վիճակը։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը ոնց որ թե նաև գտել է մեղավորներին։ Հավանում են ձեզ խելացի աղջիկ Շնորհակալ եմ։ Նիկոլ Փաշինյանը ոնց որ գտել է մեղավորներին, որովհետև փոխվեց ռազմական ոստիկանության պետը, ինչ որ բարոյահոգեբանական վարչության պետը պետքա փոխվի, ինչ որ, այսինքն ինչ որ միջին օղակների պաշտոնյաներ են փոխում, այն աղերես մարդը որ բերեց ռազմական հիշենք։ Ասա, մեր վրա նռնակներ են նետում Բաղրամյան փողոցայի վրա, Հայաստանի քաղաքացիների վրա մարդը լավ նռնակներ ա նետել, Նիկոլ իրան ոնց կարել թողեր անտեր։ Խնդիրն է որ նա գլխավոր պատասխանատուները, ովքեր որ ուղիղ պատասխան են կրում բանակում տիրող ոչ կանոնադրային հարաբերությունների, այն իրավիճակի համար, որը հանգեցնում է մահվան, ուղիղ պատասխանատուները որևէ քաղաքական գոնե պատասխանատվության չեն ենթարկվում։ Գոնե քաղաքական պատասխանատվության։ Նորմալ երկրում նա պաշտոնանկ կարվեր։ Մենք ենք խոսում, Կարեն, մենք տեսել ենք բանակում ինչ որ դեպքի առնչությամբ մարդը պատասխանատվություն կրի եւ փորձեն գոնե լավ աշխատանքից հեռացնելով քաղաքական էլի պատասխանատվություն։ Ո՞ր մի օղակում է 15 հոգու տարան վառեցին, մի բուր, հա, մոխիր տարան ծնողներին տվեցին, թեմա փակեցին գնաց։ Այսօր կար, այսօր հենց այդ ժամանակ Անդրանիկ Քոչարյանը ասաց, որ Սուրեն Պապիկյանը ռեֆորմներ է իրականացնում բանակում։ Իհարկե։ Անդրանիկ Քոչարյանը այս պետության ամենաարյունալի էջերի վրա դիվիդենդներ հավաքած եւ քաղաքական, եթե դրա անունը կարելի է տեսնել, քաղաքական կարիերա արած մեկն է, գոնե փորձած քաղաքական կարիերա անելու։ Ինչ իր համար դες վիճակը լավ է։ Իրանց նյարդայնացնում էր, իրանց ներվայնացնում էր այն Հայաստանը, որտեղ հզոր բանակ կար, տարածաշրջանում ասելիք թելադրող Հայաստան կար ու պետություն իրանց հիշեք մի հատ իրանց այդ ժամանակ 2018-ից առաջ մի հատ հիշեք Անդրանիկ Քոչարյանի եւ իրան նմանների Նյարդային պիտի Կարենը հիշի, որ ես դա ծանոթ եմ Անդրանիկ Քոչարյանը։ Դուք ուրեմն ինձնից լավ գիտեք, ում եմ ինչ պատմում, չէ՞։ Այո, եւ հրշի տարիներից Անդրանիկ Քոչարյանին շատ լավ գիտի։ Ես էկրանից այս կողմ եմ իրանց բոլորին ճանաչում, ես ուղղակի փորձում եմ հրապարակային կադրեր ինչ որ կա, մի հատ տեսնել, հասկանալ այս մարդիկ ով էին 18-ից առաջ, ոնց էին ներվայնանում ու փորձում իրենց համար քաղաքական դիվիդենդ սարքել բանակում ամեն մահը։ Սարքում էին հնարավոր բոլոր հեքիաթները փաթաթում էին նախ այդ իրականության մեջ, այն որ երկրի առաջի դեմքից մինչև ցանկացած ոչ գերատեսչության հետ կապ ունեցող նախարարությունում աշխատողը մեղավոր է, հիմա իրանց ամենաանմիջական պատասխանատուն անգամ մեղավոր չի։ Դե դեպքա պատահում է։ Երեք հենց այս դրան եմ անդրադարձել, գրել էի, որ եթե այս ամեն ինչը տեղի ունենար Սերժ Սարգսյանի օրոք, եւ Նիկոլը լիներ ինչ որ տեսել ենք տարիներ շարունակ Նիկոլը լիներ բան, ընդդիմադիր։ Հիմա եթե այս իրադրության մեջ Նիկոլին հանում ենք իշխանությունից, բերում ենք ընդդիմադիր դաշտ, դու պատկերացնում եք ինչ կաներ։ Ես ուզում եմ Նիկոլի նման ընդդիմություն ունենալ։ Չէ, կներեք էլի, բայց հարցը պիտի ձեզ մի փոքր հակադարձեմ, Նիկոլի լինել չլինելու չէ։ Իրականում այն իրավիճակներ, որը կար Հայաստանի Հանրապետությունում, այն ՀԿ-ներ եւ քաղաքացիական հասարակություն ասածը, որը իրականում բանակ էր ու շատ ազնիվ լինելու համար նաեւ պիտի ասեմ, որ մեկը ես չէի հասկանում դրա կործանարար լինելու մասշտաբը, որովհետև ես չէի մտածում, որ կա ինչ-որ ստվերային բանակ, որ աշխատում է Հայաստանի պետության դեմ եւ այդ մարդիկ մի օր տենց հավաքվելու են, բոլորի սարքեն պարտված, անարժանապատի, անինքնություն, ինչ-որ մեր անվտանգությունը տեղում էր, բայց քանի որ մենք, ես եւ դուք այդ ժամանակ այդ գիտակցումը չունեինք, ակնհայտորեն մեր անվտանգության ցանկացած գործողություն մենք էլ կանգնելու ու բղավելու ենք, որ խախտեցիք այս մարդու իրավունքները։ Պայմանական ասած մի հատ հասարակական կազմակերպություն, եթե Սերժ Սարգսյանի ժամանակ հռչակվեր որպես ազդեցության գործակալ, ինչը ես վստահաբար գիտեմ, որ շատերը կլինեին դրա տակ ընկնող, եւ այդ հենց արևմտյան չափորոշիչներին համապատասխան եւ արևմտյան երկրներում շատ ընդունված այդ օրենքի տրամաբանության շրջանակներում, որ չտանեն ուրիշ տեղ հիմա, իրենք հնարավորություն չունենան այստեղ գործունեություն ծավալելու, միանգամից մի մեծ մասը մեր հասարակության գոռալու էր, որ այս
այս մարդկանց իրավունքների եւ ազատությունների հետախնդիրը ու մեզ ուղղակի իշխանություն չէր կարողանալու բացատրել եւ այս անդադար որ ասում եմ մենք հանրային իմունիտետ չունեինք եւ չէինք ձևավորել, հիմա էլ չունենք ցավոք սրտի, հենց դրա մասին եմ խոսում։ Այլ բան է, որ հիմա ուզում ես ընդդիմադիր եղի, ուզում ես ընդդիմադիր մի եղի, ուղղակի ճշմարտությունը ասող, ինչ որ տեսնում ես դա ասող քաղաքացի եղի, արդեն այդ ՀԿ-ներ, այդ իրանց լրատվական կազմակերպություններ, շատերը անվանողները, շատերը իրենց քաղաքացիական հասարակություն դիրքավորողները, իրանց վեշերը հավաքել գնացել են, որտեղ ասել են դուք ստեղից փակվեք, գնաք ժող, մեր Նիկոլ եկել է ստեղ իշխանության, մեզ ամենից ստեղ ձեռ է տալիս։ Ում իրավունքը ինչ պարբերականությամբ կխախտվի, դուք ասացիք մենք անչափահաս քաղաքական բանտարկյալներ կունենանք, կին քաղաքական բանտարկյալներ կունենանք, խոշտանգված ծերեր կունենանք, այդ մեր գործը չի, որովհետև ստեղ այլևս հակահայ իշխանություն է եւ ծառայում է մեր շահերին։ Վերջ։ Ինչ Արտուրը գրում է ինչ-որ մի բան, արեցից օգտվեմ խոսա։ Այո։ Ալա ջան, դուք ձեր խոսքում ասիք որ ժողովուրդը չպետք է վախենա։ Ես ում հասկանում եմ, իսկ ինչից պետք է վախենա ժողովուրդը ընդհանրապես, որովհետև ըստ այս իշխանության ներկայացման մինչև 2018 թվականը փողոցներում մասսայական մարդկանց բռնաբարում էին, սպանում, կախում, չգիտեմ, գնդակահարում, բոլորի ունեցվածքների հետ 50-50 փայ էին մտնում, այն։ Հիմա ժողովրդավարական բաստիոնը, հիմա խոսքի ազատությունը, մինչև 2018 թվականը այս իշխանությունները ներկայացման ասում են, ախր ասեմ, այս իշխանության Այդ սրտին հավատացող քաղաքացի Հիմա ժողովրդավարության բաստիոնը, հիմա խոսքի ազատությունը, հիմա այդ սրտին հավատացող քաղաքացին 3 չառաջ օրը մի ամիս առաջ 4 տարի առաջ դուրս է եկել փողոց, մեկ էլ հայտնաբերել է, որ Նիկոլի տարբեր գույնի գլխարկներ հագնող կենթանի իրան ասում են, նայ փողոց փակել չի կարելի։ Սերժ Սարգսյանի ժամանակ կարելի էր, ընդ որում այն սփյուռքը, որ հիմա պետք է ձայնազուրկ լինի եւ ընդհանրապես իրավունքներ չունենա Հայաստանում, այն ժամանակ Նիկոլի հրավերով կարար գար ստեղ փողոց փակել, դա լեգիտիմ էր, իր մեջ ոչ մի հանցակազմ չկար, անգամ զանցանք չկար։ Այ հիմա դուք իրավունք չունեք անգամ փողոց դուրս գալու։ Հայաստանի քաղաքացին իր մաշկի վրա է զգացել նիկոլական սուտը։ Մեզ էլ որպես քաղաքական ուժի իհարկե ներել չեն կարողանում։ Բարի լույս։ Այո։ Լավ ես։ Եթերում ենք։ Մեր փոքրիկ հյուրն է, բարի օր։ Բարևի։ Տղավարին Դե մի հատ հյուրին բարևի։ Դե մի հատ էլ ողջունի մեջ հեռուստատիտողին ու գնա։ Մանկապարտեզ ես գնա։ Հա? Դե գնա։ Իսկ այն քաղաքացիները, ովքեր պատրաստ են ճշմարտությունը ասել, իրենք չեն ներվում։ Դուք ասում եք ինչից վախենան, վախենան այդ բռնաճնշումներից։ Ես ձեզ վստահեցնում եմ, մենք հարյուրներով չգիտենք մարդկանց անուններ, ովքեր այսօր քաղաքական հալածանքի հետապնդման ամենածանր ձևերի տակ են։ Մենք մի հանձնաժողով ենք ստեղծել, կարծում գիտեք, տարբեր քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպությունից մարդիկ, ովքեր ի հեճուկս Նիկոլի չեն որոշել իրենց վեշերը հավաքել ու գնալու փորձում են պայքարել, քաղբանտարկյալների վերաբերյալ գոնե զեկույցներ, փաստագրված տեղեկություններ հրապարակենք, որովհետև այո, որտեղ չկա ուղղակի ու դուք ինձ կհարցնեք, բայց մի քանի ամիս այն չի հրապարակում, շատ պարզ, որտեղ մեզ թվում է քաղաքական հալածանքի եւ հետապնդման բոլոր ֆորմաներին անդրադարձել ենք, հաջորդ օրը արտանում ենք, Նիկոլը մեզ դրան նոր ձևն է տալիս ու նոր ավելացնելու բան կա։ Այսինքն իրանց ֆանտազիան այդ իմաստով անսպառ է։ Ով կմտածեր, որ անչափահաս հայը, ով պետք է գնա պատարագի ավարտից հետո պետք է չավարտված պատարագը պետք է հայտնվի քրեակատարողական հիմնարկում։ Որ ինչ-որ մեկի մտքով սա կանցներ, այո, եկեղեցու բակում, ինչ-որ մեկի մտքով սա կանցներ, հետևաբար իրականում ես շատ անկեղծ եմ, երբ որ ասում եմ վախի գործոնը կա շատ մեծ է, չեմ ուզում որպես արդարացում դա օգտագործեմ, բայց իրականում մարդիկ շատ բան տեսել են հենց իրենց մաշկի վրա, այն իբր 3 միլիոն վարչապետից եւ կառավարության դուրը ձեր դուրն այս ազգային ժողովի այգին, ձեր տան այգին է, եկեք գնացեք մինչեւ փշալարերով պատված այդ այգիներն ու դռներին մոտ չգալու արդեն հրամանները Նիկոլի Հայաստանի քաղաքացին իր մաշկի վրա զգացել է, թե որքան ձայնազուրկ անիրավունք եւ անազատություն հասարակությունում ենք ապրում։ Տեկին Մկրտչյան, ընդդիմությունը ազգային ժողովում իհարկե առանձին մարդիկ կային ուժեղ Հայաստանից, Լենան Մաթևոսյան, որ մինչև հայտնվել է ազգային ժողովում, բայց արդեն հայտարարել են, որ մանդատը վերցնելու են, հայտարարեց, որ գնում ենք ազգային ժողով կարծրատիպեր կոտրելու, երեք նորից այդ միտքը նորից բան արեց, հա, ես իհարկե դրան անդրադարձել էի, իրենք էլ այդպես սրերով են միշտ վերաբերվում, չեն սիրում քննադատություններ, դե նորեն գուցե կարեն
հասկանան, որ հա քննադատությունը նորմալ բան է եւ չփորձեն այսպես, հա, բայց երեք նորից ասած կարծատիպեր կոտրելու համար ենք այստեղ, այս ինչ բան անելու համար։ Ես ուզում եմ հասկանամ ո՞նց է ստացվում։ Իրենք այն 5 տարիները 8-րդ գումարման տեսել են, չէ՞։ Ծեծ, ջարդ, ինչ որ բան շիշ շպրտել, ինչ որ Էնես Սեյրան Օհանյանի, որ այս երկրի համար կարծում եմ քիչ բան չի արել, այլ խնդիրը որ քաղաքականապես 18-ին մասնակցության իր բաժինը ուներ, Սերժ Սարգսյանի իշխանությունը կարողա դուրը չէր գալիս։ Այդ մի կողմ դնենք, բայց հիմա այս կարծատիպերը սրանք ո՞նց են կարողանալու կոտրել։ Կարծատիպն է կոտրելու Վահագն Ալեքսանյանի, որը հայտնվել է Միքայել Վերև, ո՞նց են կոտրելու։ Ձեզ ո՞նց չհաջողվեց կոտրել, այ իրենց պիտի հաջողվի եւ իրենք փորձել են բարեբախտության գնացել, ես գնացել էի Նիկոլին հեռացնելու, երաշխավորված ձայն լինելու այնտեղ ու ինքս ինձ համար միակ ձեռքբերումը, որ կարող եմ նշել, դա այն է, որ իմ խոսքից այստեղ նստած եւ այնտեղ այդ ամբիոնից, որքան էլ որ դժվար ա եղել, ոչ մի վարքյան չի փոխվել։ Ինձ կարծրատիպեր կոտրել կամ քաղաքական կարիերայի հետևից չէի գնացել այդ Նիկոլական ազգային ժողով, ցավով եմ ասում ու այս արձանագրումը միշտ պետք է արվի, մենք չենք հաջողել, որովհետեւ Նիկոլը այսօր հենց վարչապետի աթոռը զավթած է պահում, որովհետեւ որևէ մեկի գործունեությունը չի կարող իմ կարծիքով հաջողված համարել, մարդով որ իրան համարում անդիմադիր եւ ասում է, որ Նիկոլը պիտի հեռանա, չի կարող համարվել հաջողված, քանի դեռ Նիկոլը այնտեղ է, ձեր ասացին այդ իր բանդայի անդամներն էլ մի քանի աստիճան վերև են բարձրանում եւ ազգային ժողովի առավել ներկայացուցչական աթոռներին են նստում։ Մենք տեսնում ենք ինչ են խոսում ազգային ժողովում, լսում ենք ինչ են խոսում ազգային ժողովում, ենթատեքստերն էլ ենք հասկանում, դեռ չենք մեկնաբանում, ուղղակի կան հարցեր, ես ուզում եմ այս եթերում այդ հարցերը մենք օդում կախված թողենք, հետո վստահ եմ առիթներ կլինի անդրադառնալու, ընդ որում այս հարցի հնչեցրած իմ հարցի ցանկացած պատասխանն էլ պատրաստ եմ։ Արդյոք մարդիկ, ովքեր Նիկոլին հեռացնելու համար են, հիմա ազգային ժողովում Նիկոլի հետ ձեռք են բերել ինչ-որ պայմանավորվածություններ։ Ձեռք են բերել ինչ-որ պայմանավորվածություններ, թե ոչ։ Ընդ որում այս հարցը կարող է ունենալ եւ ոչ պատասխանը իր հիմնավորումներով, եւ այո պատասխանը իր հիմնավորումներով։ Հետագայում մենք դրա մասին խոսելու շատ ժամանակ ենք ունենալ։ Օրինակ, այս կարծատիպերը կոտրելու հետ կապված իրենք այդ շարադրությունները, որ կարդում են, ես իմ ելույթը սկսում եմ առաջին անգամ այս ամբիոնից բան, տպավորություն էր, որ տունը նստել են, ասել են, այսօր պետքա գրենք, օրինակ, ես առաջի անգամ ելույթ եմ ունենում ազգային ժողովի բարձր ամբիոնից, վերնագիր։ Ինչպես հասկացվեցիք առաջին։ Ես օրինակ, երբ որ գնում էի դպրոց ու տենց գնում եմ, դե անփորձ է։ Նիկոլի վախտովել էինք, մենք ասում ենք, որ 18-ին եկել էին, անփորձեն, թողեք, թող աշխատեն, բան ամնան լավ հիշեցրեց, հա, որը շատ սխալ էր։ Կարեն, ես այդ տարիները, որ ես հիշում եմ, որ մենք թույլ էինք տալիս, այսինքն մենք արդեն այդ ժամանակ ոչ մի բան էինք, որովհետև մեզ թվում էր, որ իրենք եկել են, մենք կարողանալու ենք իրենց վերահսկել։ Այդ դարույթ պես, որ մենք Նիկոլի ես երբեք այդպես չեմ մտածել, ներողություն, չէ, մի կարողանամ։ Ես քանի որ Նիկոլ Փաշինյանին շատ լավ եմ ճանաչում, ու դա հիմա թաքցնելու բան չի, բավականին երկար ժամանակ իրար հետ շատ լավ նորմալ հարաբերություններ ենք ունեցել, բան եւ ոնց կարելի է լավ շատ լավ հարաբերություն։ Այն ժամանակ այլ Նիկոլ Փաշինյան էր, հիմա այլ Նիկոլ Փաշինյան։ Ես վստահ եմ, որ այն ինչ որ նա ասում է, այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, դրանք ընդհանրապես քաղաքական ռետորաբանություն են, դրանք ընդհանրապես գեղեցիկ բառեր են, որոնք ամբողջը պետք է տեղավորել, հասկանալ, ընկալել PR այդ համատեքստում, եւ ես երբեք, այսպես ասած, հիացած չեմ եղել եւ որևէ սին հույսեր չեմ ունեցել, որ այն ինչ որ ասվում է կյանքի ակոչվելու եւ համապատասխանում է իրականությանը։ Դուք ուրեմն կփաստեք, թե 2018 թվականին ինչքան որ դուք ուզում եք լսելի դարձնել ձեր ձայնը, ինչպես էր լռեցում եւ այդ աղմուկի մեջ չէր լսում այս տեքստը, որը միգուցե դուք հենց 18-ին կամ 19-ին ասում էիք։ Միանշանակ որևէ խոսք չէր լսվում, որտեղ այն ժամանակ նաեւ էйֆորիկ շատ բարձր ֆոն կար։ Կազմակերպվածություն կար շատ բարձր։ Այո։ Մարդիկ կազմակերպված եկել էին մեր պետությունը զավթելու։ Մեր մոտ տպավորություններ, թե ինչ որ տեղից մարդիկ ինքնա կազմակերպվում գալիս են այս փողոցը փակելու։ Նման բան չկա։ Կային, չգիտեմ, տասնապետեր, հարյուրապետեր, մարդիկ իրանց հեռախոսակապով հատուկ իրանց հատուկ կազմակերպություններից դուրս գալով իրանց գործը անում էին եւ գիտեին եւ ինչ պիտի
ինձնից անկախ հացեցի Նիկոլը հայտարարում է ժամը 7-ին լինել այսինչ փողոցում, մենք մինչև լրագրողներով հայտնվում ենք այսինչ փողոցում, տեսնում ենք, որ արդեն մարտիկ կազմակերպված ես դա եթերում ասել եմ եւ հետո ինձ զանգել էր մարտիկ, հարցրել են դու էլ գիտես Ես իրականում բան չգիտեի, բայց ինչա տեղի ունենում, չէ, ես չգիտեի։ Ուղղակի տեսնում էի եւ այդպես ասել եմ։ Եվ ես կուզենայի Աննա ջան, անդրադառնալ Էդգար Ղազարյանին, որովհետեւ այս վերջում միակ ելույթն էր, որը այսպես փորձեց, այսպես ասած, ցնցել, բայց այնուամենայնիվ արի համաձայնի կարեն, որ նորմալ ինքը չափի մեջ ելույթ էր եւ եթե սրիկայաբար բառից են այս մարդիկ, հա, ազդվում կամ ինչ որ որոշում, որ պետքա քարերով եւ վահաններով դուրս գալ Էդգարի դեմ, դե կներեք, էլի Նիկոլը չի հայտնվել 9-րդ խորհրդաբանը ազգային ժողովի բարձրաբյոնին, մենք կտեսնենք նրա բառամթերքը, ինչը որ տեսել ենք բազմիցս, այլ ասֆալտ փռել, կզցնել, բան հանել, թափ տալ, ինչ ասես լսել ենք, շատ վատ բաներ ենք լսել։ Հիմա սրիկայաբար բառը ինչի իրենք այսպես շատ ծանր տարան, ինչ ամենասկզբից փորձեցին Էդգարին լրացնել։ Մենք մեր զրույցի ինչից սկսեցինք, նրանից որ իրանք այդ ճշմարտությունից են խուսափում, չէ՞, գիտեն որ փոխել էլ չեն կարող, բայց վստահ են որ մեզ բոլորից լրացնել կարող են։ Նույն այդ տրամաբանությունն է, ինչի է 8-րդ գումարման ազգային ժողովը եղել ոչ բարեկիրթ, եթե այսօրվա տերմինոլոգիայով խոսենք, նշանակում է այնտեղ շատ ավելի շատ է հնչել ճշմարտությունը, շատ ավելի շատ է հնչել իրականությունը։ Պարոն Էդգար Ղազարյանի մասով ես կարծում հիմա ինքը շատ ավելի լավ է հասկանում, թե ուր է հայտնվել։ Ես վստահ եմ 6 ամիս առաջ, երբ որ 8-րդ գումարման ազգային ժողովի պատգամավորների մեր մասին լայվեր էր անում եւ եզրակացություններ էր հնչեցնում, էկրանից այս կողմ վստահաբար չէր հասկանում, թե այդ դահլիճը ինչի մասին է եւ այդ դահլիճում հայտնված Նիկոլի հանցավոր խումբը ինչի մասին է։ Ես կարծում եմ ինքը շատ ավելի լավ պատկերացնում է, քան թե 1 տարի առաջ այն թեմայի վերաբերյալ, որի մասին ինքը խոսում էր։ Իդեպ փառք ու պատիվ նաև Լևոն Քոչարյանին, որը ի տարբերություն մի շարք ընդդիմադիր պատգամավորների թերևս այն եզակիներից մեկն էր, որը պաշտպանության խոսք հնչեցրեց Էդգար Ղազարյանի վերաբերյալ ու բարավացեց լավ ինչ նորություն է ասում այս մարդը, որը մենք չգիտենք։ Ես կարծում եմ այս համար պիտի շատ բնականon եւ պարտադիր պայման լինի այնտեղ ընդդիմադիր մանդատ ունեցող բոլոր մարդկանց իրար կողքի եւ մեջքի կանգնել։ Այնտեղ շռայլությունը չլինել իրար կողքի, որովհետեւ ես նորից եմ կրկնում, այդ իրավիճակը, որը կա այդ դահլիճում, հələ մի հատ էլ դուք ընդդիմադիրներով չլինեք իրար կողքին, անկախ են հակասություններից, որոնք կարող են լինել դրանից դուրս, անկախ են քաղաքական պատկերացումներից, որոնք այդ դահլիճից դուրս են։ Ես կարծում ձեր աչքի առաջ է եղել նաև 8-րդ գումարմանը, որ գոնե մեր ուժերի ներածին չափով փորձել ենք այդ միասնականությունը պահել։ Հույս ունեմ, որ 9-րդ գումարման ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները նաև դասեր կքաղեն 8-րդի սխալներից, 8-րդի բացթողումներից, մեր որպես պատգամավորների չարացներից եւ իրենք կանեն ավելին, որովհետեւ եթե մենք ցանկացած գործողությամբ չենք մոտենում Նիկոլի հեռացմանը, չենք նպաստում Նիկոլի հեռացմանը, ինչի մասին է այս ամեն ինչը։ Ես այլընտրանքային նպատակ չեմ պատկերացնում, չեմ հետապնդում եւ համոզված եմ, որ մեր նման հազարավոր, տասնյակ հազարավոր ընդդիմադիր մարդիկ։ Հիմա այս մարդիկ էլ որ մանդատ են վերցրել, հայտնվել են ազգային ժողովում, ասում են մենք չստացվեց ընտրությունների միջոցով իշխանափոխություն, մենք գնում ենք ազգային ժողով, որպեսզի կարողանանք ազգային ժողովի միջոցով իշխանափոխություն իրականացնենք, հուսանք, որ 100 օրը թողանցնի, մենք այս 100 օրվա հետ կապված տեսնենք ինչ առաջընթաց կա։ Ես 100 օր հետո ընդդիմությանը մեծ ակնկալիք ունեմ, անակնկալ ունեմ, որովհետև ես այս ընդդիմությանը չեմ հանդուրժելու այլևս, որովհետև ես այս ընդդիմությանը ձայն եմ տվել եւ իմ նման հազարավոր մարդիկ են ձայն տվել, ոչ թե իրենք հայտնվեին ազգային ժողովում։ Այո, որպեսզի նրանք իշխանափոխություն կատարեին, ինչը որ մեզ խոստացել են, հա, որ մենք այլևս հաղթանակած ենք, հաղթել ենք, երբ որ ասում ենք պլան B ունենք, ասում էին դրա մասին մի խոսեք, մենք էլ արդեն վատ էինք զգում, որ մեկ ասում ենք պլան B-ի մասին, հա, ասում են լավ, դե հիմա արդեն լավ վերջացած վիճակ է, բայց մենք հո գիտեինք, որ վերջացած վիճակ է։ Ես ուրախությամբ չեմ ասում, բայց անկեղծորեն ուրախությամբ չեմ ասում, որովհետև հենց մեր կյանքի որակի մասին է խոսքը, հանրապետական կուսակցություն դեռևս ապրիլի համագումարի ժամանակ նախագահի
ծրագրային ելույթում խոսել է նրա մասին, որ հունիսի 7-ը ընտրությունների մասին չի լինելու։ Իշխանության զավթման process-ը լինելու, մենք պիտի կարծում մինչև այդ հնարավորություն ունենք հարցը լուծելու կամ պատրաստ լինենք նրան, որ դեռևս ընտրությունների արդյունքները չամփոփած Նիկոլը կանգնելու է իր ԿՊ գրասենյակի դիմաց, հավաքելու է բոլորին, իր ուժային կառույցների ղեկավարները երևի կամերայից այն կողմ էին կանգնած, ասեն որ վերջ ես ընտրվեցի։ Դե մեկ քայլ առաջ է մտածել, որովհետեւ եղավ ինչ որ Վահագն Հովակիմյանը առավոտը սաղ կդզի, կփչի, կգրի։ Հիմա իմ համոզմամբ, այսինքն ոչ թե իմ համոզմամբ, դա քաղաքական այբուբն է։ Ընդդիմությունն ու իշխանությունը հիմնականում իրարից տարբերվում են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում, հիմնականում։ Որովհետև օրինակ տնտեսության հետ կապված կարող է նույն իշխանության ներսում տարաձայնություն լինել եւ այլն, բայց մեխը հիմնական բաժանարար արտաքին քաղաքականությունն է։ Հիմա Նիկոլ Փաշինյանի շեշտադրումը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրն է եւ թրիփը։ Իր արտաքին քաղաքականության հիմնական առանցքն է թրիփը։ Եվ քաղաքական տրամաբանությունը հուշում էր, որ այդտեղից պետք է սկսվի բաժանարար գիծը ընդդիմություն եւ իշխանություն, սակայն ակնհայտ է դառնում, որ ընդդիմադիր մի թևը համենայն դեպս նույնպես ինչպես Նիկոլ Փաշինյանը համարում է, որ թրիփը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ եւ հորդորում է, որ մեր խոսույթից պետք է ընդհանրապես միջանցք բառը դուրս գա։ Բոլորի խոսույթից միջանցք բառը դուրս չի գալիս, բայց ընդդիմության հորդորով մեր խոսույթից պետք է դուրս գա։ Հիմա ես ուզում հասկանամ, երբ որ արտաքին քաղաքականության գլխավոր առանցքի շուրջ կա, չասեմ պայմանավորվածություն կամ համաձայնություն, ամենայն դեպս նույն տեսակետը, ոնց է Արտուր ջան 100 հետո, ասենք, տեսանելի դառնալու Փաշինյանին հեռացնելու գործընթացը ազգային ժողովում դժվար եմ պատկերացնում, Աստված դա իրականություն դառնա, բայց ես դժվար եմ պատկերացնում, Անակնկալում ես շատ Լինի ես այդ փչացնեմ անակնկալը, ներողություն, բայց 100 օր հետո ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հեռացում չեմ պատկերացնում, որովհետև գոնե սահմանադրական արգելքը կա ու այն որ եթե մենք խոսում ենք ազգային ժողովի կանոնակարգով, ազգային ժողովի սահմանադրական օրենքի կանոնակարգ սահմանադրական օրենքի իմաստով գոնե 1 տարի դեռևս պետք է պատգամավորները պիտի եթե չունեն այլ ծրագրեր, որոնց մասին տա Աստված մենք չիմանանք, բայց տա Աստված այդ ամենը իրականություն դառնա, թող մենք անակնկալի գանք ու լինենք ամենավերջինը, որ կտեսնի դա, բայց թող տեսնի։ Այդ մի տարվա մեջ ինքը ասենք Հայաստանից էլ բան չի թողելու։ Այս տեմպերը որ գնա, հա, այս տեմպերը Հայաստանից բան չի թողելու, այդ ցավը տանեմ։ Ասենք կարեն ինչ որ անելու է, ինչ որ տալու է թշնամուն գլուխ կապ եւ հետո ինքը գնում է ուրիշ նագալի։ Հետո մենք ենք գնալու, մենք մեռնելու ենք, չգիտեմ ինչի չենք զոհվել, ինչի ենք ընթա։ Այդ դրա իմաստը ո՞րն է։ Հասկանում եմ, ավերակների վրա թակավորելու չէ մոտավորապես այդ բանն է, ճիշտ ես ասում, եթե մենք այդ մոդելին էլ գնում է։ Եթե մենք պետք է սպասենք, որ ամեն ինչ հանձնվի, հետո թող մնա։ Ոչ ամեն ինչ պետք է հանձնել եւ մնալ ասենք իմաստունն է։ Ես ուզում որ Ադրբեջանի մարզի, չգիտեմ, մարզպետը լինի, ասենք Նիկոլը։ Իր հակով աշա։ Իդել կուզի, ինքը շատ ուզում է եւ դրան էլ պատրաստվում է, ամեն ինչ անում է, որ իր CV-ն ամենահարուստը լինի, երբ որ կգա ժամանակը Ադրբեջանի մարզպետ ընտրելու։ Ես տպավորություն ստեղծելու համար որ ձեր հարցից խուսափեցի, մենք շատ հստակ օգոստոսի 8-ի նախաստորագրած իբր խաղաղություն, մեզ համար դա Հայաստանի կապիտուլյացիայի փաստաթուղթն է, դա ակնհայտ է ուղղակի, որովհետև այն ինչ որ ստորագրվել է նոյեմբերի 9-ին Արցախի համար եւ աշխարհաքաղաքական տերը ընտրվել 2021 թվականի ընտրությունների համար, որը պետք է գրվելուց հետո պետք է շնորհավորանքները գային ու եղել են 2021 թվականի ինձ էլ լավ եք հիշում վստահ եմ։ Այդ 2025 թվականի օգոստոսի 8-ի այդ փաստաթուղթն էր Հայաստանի կապիտուլյացիայի եւ ինքնիշխանությունից զրկելու փաստաթուղթն էր, ստացվեց արդեն 2026-ի հունիսի 7-ի արդյունքների շնորհավորանքները հավաքելու համար։ Ինչ այդ շնորհավորանքները հավաքելա։ Թիփը, այնպես ինչպես նոյեմբերի 9-ի 9-րդ կետը շատ ուղիղ գրված է, որ օտարերկրյա վերահսկողության տակ Հայաստանի Հանրապետության այս պահի սուվերեն տարածքի օտարերկրյա պետության, օտարերկրյա կազմակերպության, վերազգային կազմակերպության, ինչ ան ուզում եք դրել, որտեղ նոյեմբերի 9-ում ուրիշ բաներ գրած, թրիփում ուրիշ բաներ գրած օգոստոսի 8-ի համաձայնագրերի մեջ, բայց էությունը նա է, որ Հայաստանի Հանրապետությունը եւս մի հատվածից իր ինքնիշխան տարածքի զրկվելու է։ Այսինքն այնպես, այո, զրկվելու է։ Հարցնում ես Հայաստանի Հանրապետության ձեր այդքան որ
սիրում եք, ամենասիրած կառույցն է Նիկոլի ոստիկանությունը։ Այնտեղ ինչ ֆունկցիոնալ ունենալու, ձեզ ոչ մեկ չի պատասխանում։ Չէ, ձեզ սկսում են խոսել արհեստական բանականության մասին, են սկսում պատմել, ասեն, այ գիտեք ինչ, հիմա ժամանակակից աշխարհում ինչ սահմանապահի մասին է խոսքը, ինչ ոստիկանի, ռոբոտներ եւ սկաներներ կան, կկանգնեն եւ այդ գործառույթները կիրական, հասկանում եք, չէ՞։ Այս չի տեղ դնելու մակարդակը բոլորիս։ Երբ որ դու հարցնում ես քո երկրի տարածքում կոնկրետ ժամանակահատվածի, կոնկրետ վայրի նկատմամբ քո իրավապահ մարմինների, քո կողմից Նիկոլ այդքան սիրելի իրավապահ մարմինների գործառութային լիազորությունների մասին, կպատմես այդտեղ ինչ գործառութային լիազորություն, ասում եք ինչ արհեստական բանականություն գոյություն ունի աշխարհում, սկաներներ կան, սկան կանեն ադրբեջանցիներին եւ կանցկացնեն։ Հասկանում եք, չէ՞, այսինքն էլի մեր տիրապետությունից դուրս տարածք լինելու, բայց Արտուր ջան, վերադառնալով ձեր ասածին, եթե պիտի այդ նպատակները իր ամբողջությամբ իրականանան, ինչը այդ սկաներները նաև Երևանի կենտրոն բերելու մասին լինելու, էլ ինչի մասին պիտի լինի այս ամեն ինչը։ Խոսքը հետևաբար ոչ թե նոյեմբերի 9-ի, օգոստոսի 8-ի այդ փաստաթղթերում գրված կետերը քաղաքագիտական կամ իրավական իմաստով վերլուծելու մասին, ինչ իրավականության մասին ենք խոսում։ Այս երկրում մեծ համանդրական դատարան կա, որը շրջափակվելուց հետո ստացել է Նիկոլի ցանկացած բովանդակությունը եւ տեսքը եւ դակումա ցանկացած որոշում։ Ինչ որ մեկը մտածում է, որ ցանկացած համաձայնագիր, որ Նիկոլը տեղ թուղթ հրավ համաձայնագիր չէ, մուտք անելու, ստուգվելու է սահմանադրության կամ մեր ազգային ինքնության ու նպատակների, պետական նպատակների համապատասխանության տեսանկյունից, չէ, ինչ թուղթ կգրեն, ինչ SMS կուղարկեն, դա էլ իրանք համարական դատանի պեչատով եւ այդ դատավորների թվակազմով ստորագրությամբ կուղարկեն այն կառույց, որտեղ որ պետք է։ Եվ մենք իրականում տեսել ենք, հա, Արցախի հանձնումը Կարեն, երբ որ 9 ամիս այդ մարտիկ շրջափակման մեջ էին, մենք էլ անճարությունից, չգիտեմ, Մենք անճարությունից Նիկոլը լմյատել մունաթ է գալի, ասում է 120,000-ը էլ չպետք է հետ գայ, որտեղ մեր Ալիևյան պայմանավորվածությունները, որ դուք էլ դիտեղ մնայիք։ Ֆանտաստիկայի ոլորտից է։ Ես երբևէ չեմ հանդիպել երկրի ղեկավար, ով մարդու երեսին կկանգնի ու նման հարցադրում կանի, թե ինչու ես դու ողջ։ Նման աննախադեպ է երևի, ես չգիտեմ, ասում եմ Պորտկում է բայց եղել, հասկանում եք, մենք տարիներ շարունակ, որ իր նյարդային ֆոնի, իր անհավասարակշիռ ֆոնի վրա ուղղակի պորտկում է եղել։ Մենք տարիներ շարունակ ասում ենք, որ Նիկոլը մի բանից է դժգոհ։ Արցախը այո, իրանց պլանավորածով հանձնել է, բայց ինքը Ալիևին եւ Էրդողանին խոստացել էր ոչ թե մի քանի 100 գերի Բաքվի բանտում, այլ մի ամբողջ ժողովուրդ 120,000-ից ավել հայ պիտի մնային Արցախում եւ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները կամ իրենց կանայք ծաղրանքով որոշեին քանի հոգուն են մեզ հետ տալու, քանի հոգուն են սպանելու, հիշում եք, չէ՞, Էրդողանի կնոջ աչեվում է, որովհետեւ պատկ ունի Նիկոլը։ Հետևաբար դա պորտկում էր, թե դու ինչես եկել հասել ստեղ, քեզ ինչի է հայ ժողովուրդը փրկել, քեզ ինչի է հայ ժողովուրդը բնորան տրամադրել, լինելով հայ ժողովրդի զավակ։ Ինչի՞, եք դուք հայերով ստեղ որ ինքը հայտարարեց, որ մենք տարածքներ ունենք սովետական քարտեզում եւ օրինակ ես Ալիևի տեղը լինեմ, իհարկե դա հայտարարվել է կարծեմ, հիմա դուք ինձ կհիշեցնեք, օրինակ Արցախը եթե մարդը գնում է ճանաչում է Ադրբեջանի կազմում եւ այնտեղ ապրել են մարդիկ տարիներ շարունակ, հա։ Հիմա այս մարդը ասում է, որ Տիգրանաշենի գիտես ինչ, որ հայերը այնտեղ ապրել են, դա չի նշանակում, որ հայկական է։ Այս ժամանակին թուրքերն են ապրել Հայաստանի բոլոր տարածքներում, ուրեմն դա թուրքական է, կամ ասենք ադրբեջանական է, կամ չգիտեմ, ասորիներ են ապրել այստեղ, ռուսներ են ապրել, չէ՞, ասենք Արզնիում այդ ամբողջ գյուղաքաղաքի Դուք ախր շատ հետ գնացիք, այդ ներողություն եմ սովետական քարտեզներին գնացիք, հələ առաջ գանք էլի, ինքը ասում էր Հայաստանի Հանրապետությունը Արցախը հանձնել է վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Կներեք այս բառից համար, այդ կրուտիտը վերջացավ, նոր բան էր պետք հանձնել, առաջ եկա սովետական քարտեզները։ Սովետական քարտեզների կրուտիտը վերջացավ, առաջ եկավ Ալմատիի հռչակագիրը, որը կապ չունի ոչ Հայաստանի տարածքի ոչ։ Այսինքն ինքը ցանկացած տեղ մի հատ կարա գնա օրինակ Ադրբեջանում այդ նավթադոլարներով կեղտոտ ձևավորվող իբր թե գիտական հենքի վրա ինչ-որ նկար գտնի, ասի ժողովուրդ, դուք տեսա՞ք, էս է հիմքը։ Սրանով պետք է ստեղծվի իրանց պատկերացրած Ադրբեջանը, թողգան, ինչ ուզում են անեն, այս մարդիկ գիտական իբր թե գիտական հենք ունեն։ Այսինքն փորձեր ման գալ այդտեղ սովետական քարտեզներ, չգիտեմ, ԱՊՀ երկրների դեկլարացիաներ կամ միջազգային պայմանագրեր կամ Հայաստանի ներպետական օրենսդրություն, միևնույնն է, ինքը վերջում կանգնելու է ասի, որ ես տենց ուզեցի, ինձ տենց էր պետք, որտեղ այո, իմ բաղձալի երազանքը Ադրբեջանի կողմից
այստեղ նշանակված մարզպետացու լինելն է։ Ասածս ինչն է, Կարեն ավարտեմ, հա, ասած հարցս, որ մի օր Ալիևը կանգնելու է, ասի գիտես ինչ, այն տարիներ շարունակ որ Արցախում ապրել են հայեր, ես փաստորեն ստացվում է, որ իրենց վարձով են տվել այդ տարածքները։ Հիմա Հայաստանում ինչ որ հանձնվում է, օրինակ Տիգրանաշենում քանի տարի են ապրել հայեր։ Այդ դրա համար դու պիտի ամսական այսքան բան, հա, ինչ չգիտեմ, ինչ որ X գումար վճարես, որ դու ապրել ես իմ տարածքներում, որ դու ճանաչել ես, որ դա իմ տարածքներն է, եւ դու պիտի վճարես այդ դրա համար։ Ձեր ասածը հեռու չի իրականությունից, որովհետև եթե մենք խոսում ենք հիմա միջազգային դատական ակցիաներում տեղի ունեցող իրավիճակի մասին, այն հայցերը բնականաբար հետ չեն քաշվել Հայաստանի դեմ կեղծ շինծու, որ ադրբեջանցիները ներկայացնում են։ Մենք այն ինչ որ իրականությունն է մեր ժողովրդի կյանքի իրավունքի այս խաթարված բնականոն կյանքի խախտումների մասով մենք ընդհանրապես ոչ մի բան չենք անում, որովհետև եթե դուք ունատեսնեք Հայաստանի կառավարություն եւ կառավարության ներկայացուցիչները ոչ մի բանի մասին չեն խոսում եւ այդ միջազգային հայցերը, որոնք Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել Ադրբեջանի դեմ, ես վստահեցնում եմ, սառեցված վիճակում են։ Ադրբեջանցիները ակտիվ աշխատում են այդ իրանց հակակարողությամբ, կեղծ թեզերով, կեղծ ապացույցներով լցնում են ամբողջ միջազգային դատական ակցիաները եւ նաեւ միջազգային մամուլը ու միջազգային կազմակերպությունները եւ քաղաքական եւ մասնագիտական կազմակերպությունների մասին է խոսքը, իսկ մենք ստեղից ասում ենք, դե մեզ այդ ամեն ինչը պետք չի, որտեղ Նիկոլը նստած կառավարության շենքում ուղղակի արգելակում է մեր ժողովրդի ապրելու իրավունքը, արգելակել է, որ ինքը մեր համար ունի մեկ նպատակ՝ մեզ բոլորիս տանելու դեպի մահը։ Այս ճանապարհով էլ ուղիղ գնում է ինքը։ Եվ քանի որ վերապարից Չէ, մի րոպե, ես այդ թեմայով բանն էի ասելու, ընդհատեցիք ինչ թողեցիք ասեմ։ Ձեր իրավունքներն ես խաղավարում եք ասում։ Հա, որովհետև այսօր ես մի տեսակ քիչ եմ խոսում, որովհետև Արտուրը սովորություն ունի, մեկ ու մեկ ինչ որ բան է կարդում, ասում են այստեղ ասում են որ Կարենը շատ է խոսում, ու ասեք իր ասելիքը ամբողջ ասում։ Դա Արտուրի կազմակերպության մակարդակը էլի։ ինչի տերա։ Ինչ ռեսուրս է տիրել։ Նիկոլ Փաշինյանը խոսեց Տիգրանաշենի մասին, ընդ որում Տիգրանաշենի մասին խոսալուց օգտագործեց Քարքի անվանումը։ Նայեք, ինչ որ քաղաքականությունը ворթեգրել։ Նրանք հրճակել են այս իշխանությունը, որ Հայաստանի տարածքներից ոչինչ չի հանձնվելու Ադրբեջանին, սակայն հանձնելուց առաջ նրանք նախ այդ տարածքները հրճակում են ադրբեջանական, այնուհետև նոր հանձնում են Ադրբեջանին։ Ինչպես եղավ Կիրանցի դեպքում, չէ՞, հիշում եք, չէ՞, Կիրանցի դեպքում սկզբից հրճակեցին ադրբեջանական, այնուհետև նոր հանձնեցին Ադրբեջանին։ Հիմա այդ բաժանարար պատը դրեց։ Հիմա նույնն էլ տեղի է ունենում Տիգրանաշենում։ Արդեն Նիկոլ Փաշինյանը 3 քարքին, այսինքն Տիգրանաշենը արդեն հրճակեց Ադրբեջանը։ Բայց ինչ էր ասում Սփազան պայքարի ժամանակ, երբ Սփազան պայքարին մասնակցող քաղաքացիները ասում էին, որ հաջորդը լինելու է Տիգրանաշենը, մեզ ինչ էին ասում, ասում էին հերիքա, այդ ոչ մի բանը մի խոսացեք, մանիպուլացնում եք այս ժողովրդին, վախ եք տարածում։ Ինչ մանիպուլյացիա, ինչ վախ, դա պարզ իրականություն էր, որը ընդհանրապես հերատես մարդիկ, իրականությունը տեսնող մարդիկ ասում էին 3 տարի առաջ։ Հիմա Նիկոլը ձեր ասածին մեր բնակավայրի անունը սարքել է ադրբեջանական, ադրբեջանցիները մեր բոլոր բնակավայրերի հետ կապված անուններ ունեն։ Վստահեցնում եմ, Նիկոլը այո, հերթով կգան այդ անունները Նիկոլը կտա, ասի ոնց չեք տեսնում, այս մարդիկ անուն ունեն։ Ուրեմն սա իրանցն է։ Եվ չեն բացառել, հա, ասում են տանկերով էլ չեն գալու։ Այո, ինքը հրամայել է Նիկոլին, որ այո, ոնց ուզելու են։ Եվ վեհապարի ծնոտն է Տիկին Մկրտչյան այսօր։ Մենք իհարկե մեր եթերը սկսեցինք վեհապարի ծնունդով, իհարկե նաև գիտենք, որ նոր դատավոր նշանակվեց, ինքնաբացարկ հայտարարած նախորդ դատավորի հետ կապված, եւ դատելու են այս մարդուն։ Հասկանում եք, մենք մի իրականության մեջ ենք, որտեղ հայոց հայրապետին են դատում, եւ ես մեկ-մեկ երբ որ sense անդադ բանի մեջ եմ հայտնվում, ասում եմ ոնց կարար դա մեր հետ կատարվեր։ Եթե այսօր հայ առաքելական եկեղեցին չլիներ հալածանքի տակ, ինձ մոտ տպավորություն կլիներ, որ մեր ժողովրդի եւ մեր ազգի հետ կապ չունի մեր եկեղեցին, բայց քանի որ այդ նույն հալածանքի միջով անցնում ինչ որ այսօր հայ հասարակությունը ու հայ ժողովուրդը ակնհայտ է, որ ժողովուրդն ու մեր եկեղեցին, մեր վեհապար հայրապետն ու մեր հոգեվոր հայրերը միասնական են ու պայքարում են միասնական թշնամի դավաճան Նիկոլի դեմ։ Ես կարծում եմ, այս նաև այն ելակետն է, որից պետք է սկսել, որտեղ եթե այսօր Նիկոլը չթիրախավորեր հայ առաքելական եկեղեցուն, ինչպես թիրախավորում է հայ ժողովուրդը, ինչպես թիրախավորում է մարդկանց, ովքեր
ազգային պետություն ինքնություն ունենալու համար են պայքարում, կստացվեր, որ մենք զատված, անջատված միմյանց հետ օրգանական որևէ կապ չունեցող ինչ-որ երևույթներ ենք։ Բայց հիմա այս միասնական տանջանքն ու հալածանքը խոսում է նրա մասին, որ Թշնամին Նիկոլն է եւ ակնհայտորեն ինքը եկել է ինքնությունը ոչնչացնել։ Ու ցավոք այն հոգեվորականներին, որոնց նա թիրախավորել էր, այսօր այդ մարդկանց միջոցով ինքը փորձելու է բարեփոխումներ կատարել եկեղեցու ներսում։ Այդ մարդկանց օգտագործել ու շպրտել է, արդեն ես ձեզ վստահեցնում եմ, այլ հարցը թե իրանք որքան են արդեն խոսում են, որ այդ այլ հարցը թե իրանք որքան են պատրվել, փոշմաները շատ քիչ է, ես կարծում եմ իրենք մեզնից լավ գիտեն այդ ապաշխարության ճանապարհը ինչպես է պետք անցնել, մենք իրեն սովորեցնենք, բայց այն որ հայ առաքելական եկեղեցին այսօր ժողովրդի հետ միասնական դիրքորոշման մեջ է, մեր պետության առաջ ծառացած խնդիրները տեսնում է մեկ դիտանկյունից եւ նույն ընկալումով, ես կարծում հենց սա այն հույսի կետն է, որից պետք է առաջ շարժվել պետությունը վերականգնելու համար եւ վերջի վերջո Նիկոլին վռնդելու համար։ Այն ամփոփենք մեր Երևս ամփոփենք շնորհակալություն Աննալյան եւ հրավերքը ընդունելու համար եւ նաեւ նման բազմաբովանդակ ու հետաքրքիր քննարկման համար մեծ առավոտյան գեղեցկություն ապարգևելու, որովհետեւ ամենակարևոր բանն է նաեւ եւ դրական է ու նաեւ մեր այսօրվա հաղորդումը բացառիկ էր ինչով, որ հաղորդման ընթացքում ունեցանք նաեւ փոքրիկ հյուր Դա ավելի դրական էներգիայով այո։ Մեջավի հարգելի հետևորդներ, թերևս այսքանով այսօր ավարտենք մեր հաղորդումը, հիշեցնենք, որ այս հետաքրքիր քննարկումը մենք ունեինք ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Աննա Մկրտչյանի հետ, եւս մեկ անգամ շնորհակալություն Արտուր ջան։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք ուրբաթ օրը, հուսանք այս շաբաթ դրական լուրեր կլինեն, որպեսզի դրական լուրերով սկսենք։ Շնորհակալ եմ, ցտեսություն։